Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ այժմ հնարավոր է մայրաքաղաքում ունենալ տրանսպորտային մեկ միասնական դիսպետչերական համակարգ։ Մեկնարկային ծրագիրն արդեն գործում է։ Խնդիրը դրվել է Երևանի քաղաքապետի կողմից եւ նպատակ ունի բարելավել մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտը։ GPS համակարգի տեղակայման նախագիծը հեղինակել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը տրանսպորտի վարչության եւ ավտոբուս փակbaşնետիրական ընկերության հետ համատեղ։ Ներկայապահին իրականացվում է պիլոտային ծրագիր, ավտոբուս ՓԲ-ի մի քանի տրանսպորտային միջոցների վրա տեղադրվել են GPS մոնիտորինգային այդ համակարգը, որը հնարավորություն է տալիս առցանց դիտել տվյալ տրանսպորտային միջոցի շարժը Երևան քաղաքում եւ վերահսկել այն, որը հետագայում հնարավորություն կտա վերահսկել ամբողջ տրանսպորտային համակարգը եւ կարգավորել այն։ Վահանակի վրա նախագծի ղեկավար Արման Օզմանյանը ցուցադրում է ծրագրի հնարավորությունները։ Սա այն պատկերն է, որն այս պահին առկա է Երևանի փողոցներում։ Այլ կերպ ասած, ամեն ինչ երևում է օնլայն, համաժամանակյա եղանակով։ Կարմիր հետագիծն օրինակ այս կամ այն ավտոբուսի շարժման ուղղությունն է։ Համակարգը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել քաղաքային տրանսպորտի աշխատանքը։ Ստեղծելով մեկ միասնական դիսպետչերական կետ, հնարավորություն կունենանք կառավարել տրանսպորտի աշխատանքը, մասնավորապես վառելիքի ծախսը, շարժման արագությունը, հետագիծը, կանգառից կանգառ անցնելու ժամանակահատվածը, արագության գերազանցման դեպքը, ուրեմն հնարավորություն կա նաև դիսպետչերական կետից կարգավորել եւ ուղղորդել վարորդների աշխատանքը, մասնավորապես խցանումների ժամանակ շրջանցել խցանումները, ավելի օպտիմալ դարձնել կանգառից կանգառ անցնելու ժամանակահատվածը։ Իդեպ GPS-ը ծառայում է նաև որպես հակառևանգման համակարգ։